Շալի աստված եւ իր ներկայությունը։ Ամեն։ Ոստիանլա իր անունը մեր կյանքերի մեջ։ Աստծո խոսքը իրականում կարևորագույն դեր ու նշանակություն ունի եւ հենց ինքը Աստծո խոսքը եւ Քրիստոսի անունը եւ հենց Քրիստոսի սուրբ ու պատվական արյունը եւ սուրբ հոգու գերբնական զորությունը տիրում եւ իշխում է ամեն անունների, իշխանությունների, զորությունների եւ իրավիճակների վրա։ Ամեն։ Հալելույա։ Եվ մենք գիտենք, որ հենց ինքը Աստծո խոսքը դա Աստված է, որը բնակված է մեր սրտերում։ Մենք գիտենք, որ Քրիստոսի անունը մեր վրա է կանչված։ Եվ գիտենք, որ մենք Քրիստոսի սուրբ ու պատվական արյունով փրկագնված ենք եւ ապահով պաշտպանվում ենք։ Եվ գիտենք, որ Աստծո սուրբ հոգու գերբնական զորությունը ներդրված է, բնակեցված է մեզանում։ Եվ այս ամենքը իրարի հետ գործում են եւ ունեն ամենավեհ իշխանությունը, զորությունը, տերությունը ամեն իրավիճակների վրա։ Դա նշանակում է, որ Աստված ինքն էլ մեզ իր խոսքով, Քրիստոսի անունով եւ արյունով եւ սուրբ հոգու գերբնական զորությունով շնորհել է, որ տիրենք իրավիճակների վրա, ոչ թե հանձնվենք իրավիճակներին։ Այստեղ մի հատ ջիգյարով ասա ամեն։ Ամեն, հալելույա։ Այսօր դուք արդեն գիտեք, որ մենք տարի սկսում ենք Քրիստոսի արյանը եւ մարմին հաղորդակից լինելով եւ բնականաբար այսօր խոսենք հատկապես արյան մասին, որը Քրիստոսի սուրբ ու պատվական արյունն է եւ որը խոսում եւ վկայում է ճշմարտության համար։ Մենք գիտենք, որ Քրիստոսի արյունը խոսում է եւ վկայում է ճշմարտության համար եւ կտեսնենք ըստ Աստծո խոսքի, ովքեր որ ընդունում են, հավատքով ընդունում են Քրիստոսի արյան վկայությունը, նրանք հաղթություն են ունենում աշխարհի մեջ եւ աշխարհի ամեն ներգործությունների վրա են։ Ամեն։ Եբրայեցիների 12-րդ գլուխ 24 համարում Սուրբ գրքի այս հեղինակը, որը ինքը Սուրբ Հոգին է, այստեղ հստակորեն ներկայացված է ասելով, որ նոր ուխտի միջնորդ Հիսուս Քրիստոսի արյունը ավելին է խոսում, լավագույն արդարությունն է պահանջում, քան թե Աբելի արյունը։ Ուզեմ, որ Սուրբ Գիրքը բացես եւ հենց կանգ առնես Եբրայեցիների գրքի մեջ, որովհետեւ այսօր անդրադառնալու են Եբրայեցիների գրքում շեշտադրված Քրիստոսի արյան մասին։ Եվ դուք արդեն ինքներդ էլ գիտեք, որ Եբրայեցիների գրքի հեղինակը, ասեցի, որը Սուրբ Հոգին է, հիմնականում կենտրոնացված է եւ մեր հայացքը կենտրոնացնում է Քրիստոսի արյան վրա։ Եվ այստեղ տեսնում ենք բացահայտ կերպով շեշտադրված ասում է, որ նոր ուխտի միջնորդը դա մեր Տեր Հիսուս Քրիստոսն է։ Եվ ասում է նոր ուխտի միջնորդ Հիսուս Քրիստոսին սուրբ ու պատվական արյունը այսօր էլ խոսում է։ Արյունը խոսում է եւ ավելին է խոսում, քան շեշտադրված է այստեղ Հաբելի արյունը։ Մենք գիտենք, որ Հաբելը իրականում ով էր եւ ինչ իրավիճակներով անցավ եւ ինչի է շեշտադրում, որ Հաբելի արյունից ավելին է խոսում, կտեսնենք, որ Հաբելի արյունն ավելի շատ մեղադրում, դատապարտում եւ վրեժխնդրություն է պահանջում Աստծուց, բայց Քրիստոսի արյունը արդարացնում է եւ բարեխոսում է Աստծո առաջ։ Ամեն։ Բայց նաեւ Հաբելի ուրեմն հավատքի մատուցած զոհը, հավատքի օրինակը ավելին է խոսում, քան Հաբելի իսկ արյունը, որովհետև ասեցի, որ Հաբելի արյունը մեղադրում, դատապարտում եւ վրեժխնդրություն է պահանջում, բայց Հաբելի հավատքի օրինակը մինչեւ հիմա մեզ օրինակ է ծառայում։ Այստեղ նույն Եբրայեցիների գրքի ուրեմն 11 գլուխ 4 համարում բացահայտ ասվում է, որ Հաբելի իր հավատքի շնորհիվ Կայենից ավելի լավ զոհ ու պատարագ մատուցեց Աստծուն։ Եվ հենց այդ հավատքի համար էլ Աստված վկայություն տվեց Աբելի համար, որ նա արդար է, եւ Աստված հենց այդ հավատքի շնորհիվ էլ ընդունեց Աբելի մատուցած ընծան եւ պատարագը։ Եվ թեպետ որ Աբելը մեռավ, բայց նրա հավատքի օրինակը մինչեւ այսօր խոսում է։
մենք տեսնում ենք, որ Հաբելի հավատքի օրինակը դա հավատքով մատուցած զոհն ու ընծան էր։ Այնինչ, որ ես ու դու այսօր անում ենք, պիտի որ անենք բնականաբար լավագույն կերպով եւ շատ ավելի կարեւոր է, որ դա անենք հավատքի լեցունությունով, որն էլ Աստված հավանում է, բայց անդրադառնալով Ծննդոց գրքի 4-րդ գլուխ 10 համարում տեսնում ենք, որ ինքն Աստված հստակ կերպով ասում է, որ Հաբելի արյունը ճիշտ է խոսում է, բայց դեպի դատապարտություն է խոսում, դեպի մեղադրանք է խոսում, դեպի վրեժխնդրություն է խոսում եւ այստեղ կարդում ենք Աստված Կայենին ասում է, որ քո եղբոր արյունը երկրից ինձ բողոքում է եւ ինձնից վրեժխնդրություն է պահանջում այդ արյունը։ Մինչև այսօր էլ այդպես է։ Բայց մենք տեսանք, որ Քրիստոսի արյունը ավելին է խոսում, այսինքն ավելին, այսինքն դեպի արդարություն է խոսում, դեպի բարեխոսություն է խոսում, լավ։ Եվ այստեղ շեշտադրված է, որ Քրիստոսի արյունը մեզ համար բարեխոսում է եւ մեզ արդարացնում է Աստծո առաջին։ Ուրեմն այսօր, որ հաղորդություն ենք ունենալու Քրիստոսի արյան ու մարմնի հետ, մեր կենտրոնացումը կլինի հենց Քրիստոսի արյան վրա եւ տեսնենք, որ բնականաբար եթե խոսում է, ապա ինչ է խոսում։ Այնպես չի, որ ինչ որ ասենք, հետո վերագրենք, որ Աստված ասեց, Քրիստոսի արյունն ասեց, Քրիստոսի արյունը ինչ որ խոսում է, նա արտահայտված է Սուրբ գրքում։ Ամեն։ Եկեք կարդանք Եբրայեցիների ուրեմն 9-րդ գլուխ 24-25 համարները։ Եվ այստեղ գրված է, որ Քրիստոսը իր սեփական արյունով մեկ անգամ եւ մեկ ընդմիշտ։ Եվ մենք գիտենք, որ 5 տակարանում ամեն քահանայապետ տարին մեկ անգամ նոխազների եւ ծուլերի արյունով իրենց մեղքերի համար եւ ընդհանուր ժողովրդի մեղքերի համար նույն պատարակն է մատուցում, լավ, բայց այստեղ շեշտադրված է, որ Քրիստոսը ոչ թե նոխազների եւ ծուլերի արյունով, այլ իր իսկ սեփական զոհի շնորհիվ, իր իսկ սուրբ ու պատվական արյունով գրված է մեկ անգամ եւ մեկ ընդմիշտ մտավ երկնային սրբարանը եւ այժմ երկնային սրբարանում իր արյունով մեզ ներկայացնում է Աստծո առաջին եւ բարեխոսություն է անում մեզ համար։ Հալելույա։ Եվ տեսնում ենք, որ Քրիստոսի արյան կարևորությունը յուրաքանչյուր փրկագնվածի կյանքում պիտի առավել եւս կարևորվի եւ գնահատվի անհատի կողմից։ Ինչքանով որքանով գնահատում եւ կարևորում են Քրիստոսի արյունը, հենց այդքանով ենք մենք ընկալում Աստծո գործը եւ իր ամբողջական ներգործությունը մեր կյանքում, որովհետեւ ամեն ինչ կենտրոնացած է Քրիստոսի արյան վրա եւ առանց արյան թողություն չկա։ Ամեն։ Տեսնում ենք, որ Քրիստոսը իր արյունով մտավ սրբարան եւ այնտեղ մեզ համար ամեն ժամանակ բարեխոսում է եւ մեզ իր արյունով ներկայացնում է Աստծո առաջին։ Ուրեմն, երբ որ Աստված ուզում է մեզ անհատապես քննի եւ տեսնի, մինչեւ որ մեզ սիրտը կտեսնի, ինքը այս բառը պիտի ասեմ թե պետրուսերենա քեզ դուր չի գալի, բայց չերես Քրիստոսի արյունը տեսնում։ Եվ հենց սա է պատճառը, որ երբ որ Քրիստոսի արյան միջոցով է նայում քեզ տեսնում է իր սրտին հաճելի, քեզ տեսնում է իր խոսքին համապատասխան։ Լավ կլինի, որ դու էլ ինչ որ մեկին նայես, չերես Քրիստոսի արյունով նայես, որովհետև առանց Քրիստոսի արյունով նայես, լավա չնայես, քեզ էլ լավա չնայեն։ Բայց երբ որ Քրիստոսի արյունով նայես, ամեն ինչ ընկնում է իր տեղը։ Ամեն։ Հալելույա։ Քրիստոսի արյունը իրականում նոր ուխտի հաստատություն էր, այսինքն թե հենց արդեն իսկ նոր ուխտը հաստատվեց Քրիստոսի արյան միջոցով եւ Քրիստոսի արյունը նոր եւ լավագույն ուխտն է հանդիսանում մեզ համար։ Ամեն։ Ղուկաս ավետարանի 22-րդ գլխում հենց 20 համարում ինքը Հիսուս Քրիստոսը, հիշում եք այդ վերջի ընթրիքի ժամանակ նույն բանը գրված է Մատթեոս 26-28-ում, ասում է վերցրեց գավաթը, որտեղ ջինին էր լցված եւ ինքն ասեց այս գավաթը իմ արյունն է նոր ուխտին։ Ուրեմն Քրիստոսի արյունով է կնքվում եւ հաստատվում մեր նոր ուխտը եւ ասում է այն թափվում է, հեղվում է ձեզ համար։
ձեր մեղքերի թողության համար։ Եվ քանի որ արդեն իսկ հեղված է Քրիստոսի արյունը, նշանակում է ես այսօր խոսում եմ մեղքերի թողություն վերապրած մարդկանց հետ։ Նշանակում է ես խոսում եմ Քրիստոսի արյունով արդարացվածների եւ սրբագործվածների հետ։ Ամեն, որովհետեւ արդեն իսկ հերված է Քրիստոսի արյունը։ Ես ասացի, լավ է որ նայենք Քրիստոսի արյան միջոցով մեկս մյուսին եւ Աստված ինքն էլ մեզ տենց է նայում։ Երբ որ տենց ենք նայում մենք ինքներս մարդկանց սթափվում ենք։ Եվ վախենում ենք տվյալ անձի նկատմամբ բացասական բան անգամ մտածենք է։ Այդպես է թե չէ։ Բայց երբ որ արյունը անտեսում ենք, то ինչ էլ ասես, իրավունք ենք ունել։ Դրա ամեն բանից առաջ լավ կլինի, որ ես ու դու մեր կյանքում կիրառենք Քրիստոսի արյունը։ Որ Հիսուսն ինքն ասեց, հեղվում է, թափվում է ձեզ համար եւ ձեր մեղքերի թողության համար։ Հալելույա։ Եվ Ղուկաս это Եբրայեցիների գրքում են 13-րդ գլուխ 20 համարում այնտեղ հստակորեն ասված է խաղաղության Աստվածը։ Հետևում եք խոսքին։ Ասա խաղաղության Աստվածը։ Որոշ տերկոլության մեջ էսպես է խաղաղություն բարգեւող Աստվածը հարություն տվեց մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին, որը մեր մեծ եւ հզոր հովվապետն է։ Հիսուս Քրիստոսը, որը հարություն առավ մերելներից շեշտադրված է, նա մեր ամենքից մեծ ու հզոր հովվապետն է։ Եվ հիմի շարունակությունով ասում է, եւ նրա հավիտենական ուխտի, այսինքն նոր ուխտի արյան շնորհիվ, տեսեք, Քրիստոսի Սուրբ ու պատվական արյան շնորհիվ, այսինքն նոր ուխտի արյան շնորհիվ, Աստված մեզ արդեն շնորհել է ամեն բարիքները։ Ուշադրություն դարձեք, արյունն է միակ պատճառն ու միջոցը, որով Աստված կարողանում է շնորհել մեզ մի բան, որը մենք երբևիցե մեր կարողությամբ եւ արժանինքներով անհնար էր ձեռք բերել, բայց Աստված դա մեզ շնորհեց հանուն Քրիստոսի արյան։ Եվ ասում է շնորհեց բարիքները, արդյոք ուղղակի Աստված ուզում էր մեզ լեփ լեցուն լեցներ բարիքներով եւ դնել վիտրինայում, ոչ։ Աստված գրված է լեցրեց տվեց բարիքները նպատակը, որպեսզի մենք ուշադիր լսի կարողանանք կատարել նրա ամբողջական կամքը եւ մեզ վստահված հանձնարարականը։ Այնպես որ, եթե ինչ որ մեկը կարծում է, թե ինքը դեռ բավարար լեցունություն չունի, որպեսզի իրականացնի երկնային հոր կամքը եւ նրա հանձնարարական իրականացնի, դա նշանակում է, որ այդ անձը անտեսում է ակամայից, անտեսում է Քրիստոսի արյունը, որի շնորհիվ էլ Աստված մեզ հագեցրել է իր բարիքներով։ Ամեն։ Ուրեմն Աստված մեզ փրկագնեց Քրիստոսի արյունով, բարիքներ շնորհեց, սրբացրեց, ոչ թե որ ընդհանրապես ցուցադրական բանի մեջ վիտրինայում դնի, այլ որ մենք կարողանանք գործենք իր համար եւ լավագույն կերպով կարողանանք իրականացնել իր հանձնարարականը։ Ամեն։ Կենտրոնացումը այսօր Քրիստոսի արյան վրա է եւ կարդում ենք Եբրայեցիների գրքի 8-րդ գլուխ 10 եւ 11 համարները։ Այնտեղ գրված է այսպես. Գոնե քո մոտ գրում ես այդ համարները, որովհետև սրանք քո հոգևոր կյանքի հիմնաքարերն են։ Քրիստոսի արյունով, այսինքն թե Քրիստոսի արյունով կնքված նոր ուխտի կենդանի խոսքերը գրված են, դրոշմված են մեր մտքի ու մեր սրտի մեջ, որի պատճառով էլ, որի միջոցով էլ, որի շնորհիվ էլ փոքրից մինչև մեծ կարողանում են ճանաչել կենդանի Աստծուն։ Ուշադիր ես։ Հին կտակարանում Աստծո օրենքները գրվեցին քարե տախտակների վրա։ Նոր ուխտում Աստծո խոսքը, կենդանի խոսքը գրվում է մեր մտքի եւ մեր սրտի մեջ, որն էլ միջոց է հանդիսանում, որովհետեւ նոր ուխտը Քրիստոսի արյունով է կնքված, ամեն, որն էլ միջոց է հանդիսանում, որ մենք ամենքսել առանց բացառության մեծ ու փոքր ճշմարիտ կերպով ճանաչենք կենդանի ու ճշմարիտ Աստծուն։ Ուրեմն, որքանով որ մենք կարևորում ենք Քրիստոսի արյունը մեր կյանքում, այնքանով մենք կարողանում ենք ընկալել ու հասկանալ, ճանաչել Աստծուն,
ճշմարտապես։ Ինչքան որ մենք կենտրոնանում ենք արյան վրա, կարևորում գնահատում ենք, այնքան ենք մենք կարողանում, որովհետև այստեղ գրված է, որ արյան շնորհիվ է, որ Աստծո խոսքը դրոշմվում է մեր սրտերում, որի միջոցով էլ մենք կարողանում ենք ճանաչել Աստծուն։ Ամեն։ Ես գիտեմ, որ դու կարևորում ես Աստծո Որդու Հիսուս Քրիստոսի արյունը, բայց շատ ավելի կարևոր է, որ մեր գնահատանքը, մեր արժեքավորումը արյան նկատմամբ կենտրոնացնենք այդ խոսքի հիմքի վրա, ոչ թե մեր հասկացողությունների, մեր մտորումների, այլ խոսքի հիմքի վրա։ Ամեն։ Ուրեմն տեսնում ենք, որ նոր ուխտի ու հին ուխտի տարբերությունը նաև կայանում է նրանում, որ հին ուխտի օրենքները գրվեցին քարե տախտակների վրա, բայց նոր ուխտի կենդանի խոսքերը գրվում են եւ շարունակաբար գրվում են մեր սրտերում եւ մեր մտքերում։ Որքանով է թույլ տալի, որ Աստված իր խոսքը Քրիստոսի արյան վկայությունով ներդնի քո սրտիդ մեջ։ Հենց դրա համար էլ Պողոս առաքյալը Կողոսացիների գրքում գրում էր ասելով. թող որ Քրիստոսի խոսքը առատապես բնակվի ձեր սրտերում։ Ամեն։ Հրաշալի Աստված եւ իր ներկայությունը մեր կյանքում համաձայն ես։ Ուրեմն Եբրայեցիների գրքում ենք 9:12 համարում գրված այսպես. Քրիստոսը իր արյունով հետևում ես գրված այսպես. Քրիստոսը իր արյունով հավիտենական փրկություն ձեռք բերեց։ Մենք տեսնում ենք, որ Քրիստոսը իր սեփական արյունով մուտք գործեց երկնային սրբարանը եւ մեր համար ամեն ժամանակ բարեխոսում է, հենց 9:24-25 կարդացինք, բայց այստեղ նաեւ շեշտադրված է, որ Քրիստոսը երբ որ իր իսկ արյունով մտավ սրբարանը, մեզ համար փրկություն ձեռք բերեց, հավիտենական փրկություն գտավ։ Ամեն։ Ապահովեց փրկությունը։ Լսի, կողքինիդ ասա, որ իմ ու քո փրկությունը Քրիստոսի արյունով է ապահովված։ Ամեն։ Այնպես որ մի մտածի, որ քո արժանինքներով ես դու փրկածնված կամ ձեռք բերած էդի, այլ որ Քրիստոսի արյունով ինքը Տերը ձեռք բերեց։ Հիշենք, որ Հիսուսը, որ մտավ սրբարանը, նա ինքը որպես քահանայապետ մտավ։ Ինչպես հին կտակարանում, որ ամեն տարի քահանայապետը ասացի, որ նոխազների եւ ցոլերի արյունով տարին մեկ անգամ մտնում էր սրբության սրբոցը եւ այդ զոհի արյունը երբ որ լցնում էր, այնտեղ գիտեք կար ուխտի տապանակը եւ դրա վրա խավության ծածկոցը, որ Քրիստոսի շնորհքն է խորհրդանշում եւ դրանց վրա եղող կերովբերները, որ Աստծո փառքն են խոսում, երբ որ լցնում էր այդ արյունը, Աստծո փառքը գալիս էր եւ դրսում կանգնած ժողովուրդը անկախ նրանից ովքեր էին կանգնած, Աստված նայում էր քահանայի սրտին եւ եթե տարվա քահանայի սիրտը Աստծո առաջ հաճելի էր, այդ տարի ժողովուրդը օրհնություն էին գտնում։ Եվ հիմի մեր Տեր Հիսուս Քրիստոսը որպես ճշմարիտ քահանայապետ մեկ անգամ եւ մեկ ընդմիշտ մտավ սրբության սրբոցը եւ անկախ նրանից Քրիստոսին հավատացող ժողովուրդը ինչ կարգավիճակում է, Աստծո առաջին բարեհաճություն գտավ Հիսուս Քրիստոսի արյան շնորհիվ։ Ամեն։ Հալելույա։ Դա ճշմարտություն է, դա կատարյալ ճշմարտություն է։ Եվ հիմի տեսնում ենք, որ ինքը մեզ համար փրկություն ապահովեց եւ 14 համարը 9:14 ասում է Քրիստոսի արյունը ուշադիր է։ Քրիստոսի արյունը սրբում, մաքրում եւ ազատում է մեր միտքն ու խշմտանքը, մեր զգացմունքներն ու համոզմունքները, ինչից մեռած գործերից։ Նորից նպատակը միշտ էլ ինչ է, որ Աստված անում է նպատակ ունի։ Նպատակը կայանում է սրանում, որպեսզի մենք կարողանանք կենդանի Աստծուն ճշմարիտ պաշտամունք մատուցենք։ Հալելույա, ամեն։ Քրիստոսի արյունը ոչ միայն մեզ մաքրում է ու վերջ, այլ մաքրում է նպատակը եւ մեզ կարողություն է շնորհում։ Միշտ հիշի, մեր կարողությունը կախված է Քրիստոսի արյունից։ Մեր կարողությունը մեր հնարավորությունից կախված չի, այլ Քրիստոսի արյան զորությունից։ Եվ այդ արյունն է մեզ կարողություն տալի, որ ազատվենք մեռած գործերից եւ կենդանի Աստծուն ասա ճշմարիտ պաշտամունք։ Առանց մեռած գործերից ազատվելու մարդը անկարող է Աստծուն ճշմարիտ պաշտամունք մատուցի։ Ասելի թե մեռած գործեր ինչ են ընկալում։ Ըստ Սուրբ գրքի տվյալ հատվածի մեռած գործերը համարվում են օրենքի համեմատ կրոնական սկզբունքների հիման վրա կատարած ծիսակարգությունները,
որոնք որևիցե ընդհանուր կապ չունեն Աստծուն մատուցված պաշտամունքի հետ։ Ուշադիր ես։ Եվ այստեղ Քրիստոսի այրունը մեզ մաքրում է մեր խշմտանքը։ Խշմտանքն այսինքն միտք կամ զգացողություն, մեր ներքին համոզմունքներ, լավ, եւ նպատակը կայանում է սրանում, որ մենք կարողանանք ճշմարիտ պաշտամունք մատուցել։ Այսինքն թե Աստծո սրտի փափակն է, որ իր ժողովուրդը ճշմարիտ պաշտամունք մատուցի, ոչ թե ընդհանրապես մի հատ իսակարգ արարողություն իրականացնի, հերթական, այսպես ասած, ժողով հայտարարելու, այլ որ ամեն անգամ կենթանի ներկայությունը ես ու դու վայելենք մեր կյանքում Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Ամեն։ Ճշմարիտ կենթանի, ճշմարիտ ուրեմն կենթանի Աստծուն ճշմարիտ պաշտամունք մատուցել նշանակում է հավատքի հաստատությունով, Քրիստոսի արյունով, Աստծո կենթանի խոսքով եւ մեր սրտի հնազանդությունով անենք այն, ինչ որ Աստված իր խոսքի մեջ նոր ուխտի ժամանակ պահանջում է մեզ իր հանդեպ վարվենք, այդպես էլ վարվենք։ Ամեն։ Հալելույա։ Պատմել Հիսուս Քրիստոսին։ Ամեն։ Եբրայեցիների 10 գլխում ենք 19 համարում գրված է, որ Հիսուս Քրիստոսի սուրբ ու պատվական արյունով մենք արտոնություն ունենք, համարձակություն ունենք երկրային սրբարանը մտնելու, որտեղ որ ինքը Տերն է հիմա։ Ամեն։ Ուրեմն մեր համար մուտքը երկրային սրբարան արդեն իսկ ապահոված է Հիսուս Քրիստոսի արյունով։ Դու տեսնում ես, այստեղ մարդկային գործոն չկա։ Ուրեմն շնորհ հենց էսա, որ մենք կարողանանք վստահել, հավատալ եւ հավատքով ընդունել Աստծո որոշումների իրականացումը, որ Քրիստոսով իրականացվեց։ Այդ խոսմունքները Աստծո, Հայր Աստծո որոշումներն էին, Քրիստոսի միջոցով իրականացվեցին եւ Սուրբ Հոգով ներդրվեցին մեր կյանքերի մեջ։ Եվ տեսնում ենք ուրեմն, որ մենք արտոնություն ունենք, ասա արտոնություն։ Քրիստոսի արյունն է մեզ արտոնություն տալի, որ մենք մտնենք սրբության սրբոցը, երկնային սրբարանը, որտեղ հիմի Տերն է, որը ճանապարհը հարթել մեզ համար, բացառիկ ճանապարհ, որը որևիցե մեկը չէր կարող ինքն իրենով ձեռք բերել։ Սրա համար ես ու դու պիտի մեր կենտրոնացումը ունենանք հենց Հիսուս Քրիստոս զոհի վրա, Քրիստոսի արյան վրա։ Ամեն։ Ուրեմն մեր մուտքը դեպի երկրային սրբարան իրագործվում է Հիսուս Քրիստոսի արյունով։ Ամեն։ Եվ հիմի առաջի Պետրոս առաջի գլուխ 18-19 համարներում կարդում ենք, որ Հիսուս Քրիստոսի սուրբ, ամբից, անարատ ու պատվական արյունը մեզ փրկագնեց։ Ինչից? Փրկագնեց եւ ազատեց։ Ինչից? Կարդում ենք, մեր հայրերից ժառանգած ունայն եւ կորստաբեր ցանկություններից։ Յուրաքանչյուրս ինչ որ մի բան ժառանգել ենք մեր հայրերից։ Եվ կան այդ ժառանգությունների մեջ կան բաներ, որոնք Աստծո սրտին հաճելի չեն։ Սովորություն, բանավորություն, մտածելակերպ, սկզբունքներ, համոզմունքներ, ուշադիր եք։ Եվ այստեղ Աստվածաշունչը բացահայտ կերպով ներկայացնում է բռնացրիցից քեզ, հա, ինչ որ բանի։ Այստեղ Աստվածաշունչը բացահայտ կերպով ներկայացնում է, որ Քրիստոսի արյունը արդեն իսկ մեզ փրկել է, արդեն իսկ մեզ ազատել է մեր հայրերից ժառանգած անաստվածային ժառանգություններից։ Հալելույա։ Դրա համար հիմա այս ծառայության ընթացքում այն ինչ որ դու քո մեջ բռնացնում ես, որ դա կար, քո ուրեմն հայրերի կյանքում, որը Աստծուն հաճելի չի, բայց ինչ որ կերպով ժառանգել ես, դա հիմի մաքրվում է քո վրայից։ Դու դրանից ազատագրվում ես։ Դա լինի անեծք, հիվանդություն, կախարդություն, դա լինի սովորություն, մտածելակերպ կամ բնավորություն, ապրելակերպ, կապ չունի, Աստված իր խոսքով ազատում է քեզ։ Ամեն։ Հալելույա։ Դուք տեսել եք, չեմ կան մարդիկ, որոնք
որոնք իրականում ապրում են հենց դրանով եւ ինչ որ կերպով բարձենում են մեր հայրերն են այդպես արել, մենք էլ ենք այդպես անում։ Բայց քաղցր ջանեն ինչ որ արել են քո հայրերը, Աստծո հաճելի չի եւ իմի եթե դու շարունակում ես դրանց գործը, դա արդեն խնդիր է։ Եվ Քրիստոսի արյունը մաքրում է մեզ մեր հայրերից ավանդած, ժառանգած ամեն անաստվածային։ Կան բաներ, լավ բաներ, որ ժառանգել են։ Օրինակ Տիմոթեոսը իր նախնիներից ժառանգել է իր ուրեմն մորից, տատից հավատքներ ժառանգել։ Ամեն հորից ժառանգել էր վախը։ Այլ հեթանոսը։ Մենք էլ լավ բաներ էլ կա, որ ժառանգել ենք մեր հայրերից, մեր ուրեմն ծնողներից, բայց վատ բաներ էլ կա, անկեղծ կա։ Հետո ինչ որ մերոնք են, մերոնցից ենք ժառանգել, բայց Աստծո սրտին հաճելի չի։ Եթե անկեղծ ես չես ուզենա, չէ, որ եթե փոխանցվի քեզանից հետո եկող քո սերունդին։ Դրա համար հիմա վերջակետ ադրվում, Քրիստոսի արյունով այդ ամենը մաքրվում եւ ազատագրվում։ Ամեն։ Հասանք Գործ Կարաքելոց, մոտենում ենք հայտությանը, Գործ Կարաքելոց գրքին, ուրեմն 20:28 համարում, եթե նկատեցիք, ես մտադրված եմ եղել, որ Քրիստոսի արյան հետ կապված նոր կտակարանյան համարներ այսօր իրար հետ դիտարկենք, քննարկենք եւ տեսնենք արյան կարեւորությունը մեր կյանքում եւ բնականաբար ունենալու ենք այսօր հաղորդությունը Քրիստոսի արյան ու մարմնի հետ եւ այս ամենը վերապրում ենք մեր կյանքում Հիսուսի զորավոր անունով։ Գործ 20:28 գրված է այսպես. Աստված իր որդու Հիսուս Քրիստոսի արյունով ձեռք բերեց իր եկեղեցին։ Բնականաբար իր եկեղեցին շինությունը չի, իր եկեղեցին փրկագնված, վերածնված մարդկանց միությունն է։ Եվ Պողոս առաքյալը բազմիցս անգամ շեշտադրում է, եւ որ միաշաբթի օրը եկեղեցին մեկտեղ հավաքվի, դրանով հասկանում ենք, որ եկեղեցին շինություն չի, եկեղեցին փրկագնված, վերածնված մարդկանց միությունն է։ Ամեն։ Եվ այստեղ կարդում ենք, որ Աստված իր որդու միջոցով, Քրիստոսի արյան միջոցով ձեռք բերեց իր եկեղեցին, արյունը ձեռք բերեց եկեղեցին, եւ իմի Սուրբ Հոգու միջոցով էր շարունակությունում ասվում, որ Սուրբ Հոգու միջոցով էլ մենք դրվեցինք այդ եկեղեցու մեջ, որ հոգ տանենք եկեղեցու համար։ Նկատում ես, որ փրկագնման մեջ եւ եկեղեցու ձեռքբերման մեջ երրորդության համատեղ գործունեությունը կա։ Ամեն մեկը համահունչ կերպով գործում են։ Հայրը որոշեց, որդին իրականացրեց, Սուրբ Հոգին կառավարում եւ առաջնորդում է եկեղեցական միությունը։ Բայց նկատում ես, որ այդ երրորդության համատեղ միության մեջ նաեւ մասնակցություն ունի եկեղեցին։ Աստված Քրիստոսի արյունով ձեռք բերեց եկեղեցին եւ Սուրբ Հոգով մեզ դրեց եկեղեցու մեջ, որ հոգ տանենք եկեղեցու համար։ Եվ իրականում Քրիստոսի արյունը մեզ համատեղ է դարձնում, հաղորդակից է դարձնում, մեկացնում է երրորդության հետ եւ մեզ մեկացնում է երրորդության եկեղեցու հետ։ Ես ու դու մեկ ենք դառնում եւ հենց Առաջի Կորինթացիների 10-րդ գլխում Պողոս առաքյալը շեշտադրում է ասելով, չէ՞ որ այն հացը, որ օրհնում ենք, դա հաղորդություն է Քրիստոսի եւ ամենքս մասնակից ենք լինում այդ հացի հետ եւ ամենքս մեկանում ենք այդ հացով մեր Տեր Հիսուս Քրիստոսի արյան շնորհիվ։ Ամեն։ Ուրեմն Քրիստոսի արյունով մենք մեկանում ենք եւ երրորդության հետ եւ եկեղեցու հետ։ Եվ ինչքանով որքանով կարևորում ենք Քրիստոսի արյունը, այնքանով ենք մեկանում եւ Աստծո հետ եւ եկեղեցու հետ։ Ուրեմն նշանակում է, որ տեսնելով իմ ու քո վարմունքը եկեղեցու հետ ունեցած հարաբերության մեջ, մարդը կարա հասկանա իր սրտի խորքում, թե որքանով ենք մենք մեկացած Աստծո հետ։ Այստեղ ես։ Մեկին գտեք ասի ամեն։ Հայտնություն, հասանք հայտնություն վերջացնում ենք։ Հայտնության 12-րդ գլխի 10 եւ 11 համարներում հստակորեն ասվում է, որ Քրիստոսի արյունով Հայտնություն 12, 10, 11 Քրիստոսի արյունով եղբայրների չարախոս, այստեղ որ գրված է եղբայրների քույրերներ են մտնում, ուրեմն եղբայրների չարախոսը, չէ, մի րոպե,
մարդիկ կան, որ կմտածեն եղբայրերի չարախոսը քույրերն են, բայց դες չի։ Այստեղ գրված է, որ բարիս բուն իմաստով եկեղեցու չարախոսը, հա, փրկագնվածների չարախոսը վայր գծվեց եւ խափանվեց Հիսուս Քրիստոսի արյան շնորհիվ։ Ամեն, ասում եմ, այդ չարախոսը գիշեր ու ցերեկ Աստծո առաջին չարախոսում է փրկագնվածներից։ Բայց Քրիստոսի արյունով, այսինքն նոր ուխտի միջոցով ուշադրություն դարձեք, որ նոր ուխտը Քրիստոսի արյունը ոչ միայն երկրի վրա իրավիճակներ փոխեց, այլ հոգևոր դաշտում երկնքում էլ իրավիճակներ փոխեց, այսինքն այսօր արդեն այլևս երբ որ հաստատվեց նոր ուխտը, այլևս չարախոսողը նկատի ունեմ սատանան չէ, ինչպես որ գրված է, արտոնություն չունի Աստծո առաջ կանգնելու եւ չարախոսելու եկեղեցուց, որովհետեւ այն վայր գծվեց, խափանվեց եւ պարտության մատնվեց հենց մեր Տեր Հիսուս Քրիստոսի արյունով։ Եվ այդ արյունը մենք այսօր ընդունում ենք մեր կյանքում։ Հրաշալի Աստված։ Ուրեմն տեսանք, որ Քրիստոսի արյունը խոսում է եւ մենք կենտրոնացանք հենց այն կետերի վրա, թե արյունն ինչ է խոսում, այսինքն թե այն ինչ որ արյունը արել է մեր համար, դա իրականություն է եւ խոսում է, որ դա արդեն արված է, ես ու դու պիտի ուղղակի հավատքով եւ Սուրբ Հոգու ներգործությամբ ընդունենք մեր կյանքում եւ մեր սերունդների մեջ։ Առաջի Հովհաննես 5-րդ գլուխ 5-ից 9 համարներում նորից հայտնապես եւ հստակորեն ասվում է, որ ով որ հավատքով ընդունում է Հիսուս Քրիստոսի արյան վկայությունը, եթե դուք կարդաք այդ հատվածը կտեսնեք, որ նորից շեշտադրված է, որ Քրիստոսի արյունը վկայում է։ Հարց տուր ինքդ քեզ, Քրիստոսի արյունը ինչ է վկայում, եթե ոչ հենց ճշմարտության մասին, որովհետև այն ինչ որ Քրիստոսի արյունն է վկայում, դա կատարյալ ճշմարտություն է։ Եվ մենք արդեն իսկ տեսանք արյան վկայության հստակ խոսքերը։ Ամեն, եւ ով որ հավատքով ընդունում է Քրիստոսի վկայության խոսքերը, նա հաղթում է աշխարհին եւ աշխարհի առաջարկած կորստաբեր եւ պերց եւ ունայն ցանկությունները։ Միշտ աշխարհը ինչ որ բան ունի քեզ առաջարկելու։ Եվ ինչ էր որ աշխարհն առաջարկի, դա խապուսիկ է, կորստաբեր եւ անաստվածային։ Դու կարող ես հաղթել, բայց ինչպես, եթե ոչ արյան վկայությունով։ Ամեն դու պիտի ունենաս այդ վկայությունը քո կյանքում։ Սուրբ Հոգու վկայությունը, Քրիստոսի արյան վկայությունը իմ ու քո կյանքում պիտի համատեղ գործի։ Ամեն։ Եվ նրանք, ովքեր ընդունում են դա, իրանք ունեն հաղթություն։ Իմ ու քո հաղթությունը Քրիստոսի արյան վկայության շնորհիվ է։ Հալելույա, ամեն։ Ուրեմն այժմ որ այս ամենը գիտակցեցինք, մենք էլի գիտեինք, բայց կարծես թե այսպես ընդհանրացրեցինք, չէ, գիտակցում ենք հիմի, եկեք որ ուրեմն ավելի ու ավելի արժեքավորենք եւ գնահատենք Քրիստոսի արյունը մեր կյանքում։ Եվ ինչի՞ չէ, ավելի ու ավելի հաստատուն հավատքով հրճակենք եւ կիրառենք Քրիստոսի արյան իշխանությունը մեր կյանքում, մեր ընտանիքներում, եկեղեցում, մեր սերունդների մեջ, ինչի՞ չէ, մեր ազգի ու երկրի մեջ։ Ամեն։ Հալելույա։ Հրաշալի Աստված։ Եվ Կողոսացիների գրքում առաջի գլուխ 12-14 համարներում այնտեղ առաքյալը այսպես կենտրոնացում է մեզ, որ արդեն իսկ Քրիստոսի արյունով այս ամենը կատարված է, մեզ մնում է ընդամենը ի սրտե գոհություն հայտնենք երկնային Հորին։ Ի սրտե, անկեղծորեն, ամեն ժամանակ, այն մարդ մեծ բան չի պահանջում, չէ Տերը մեզանից, ընդամենը իր արածների համար գոհություն հայտնենք։ Լեզուդ չի բռնում գիշեր ու ցերեկ գոհանալ։ Ոչ թե ուղղակի խոսքով այլ սրտանց գոհություն հայտնենք։ Ամեն։ Այստեղ գրված է այսպես։ Ուրեմն գոհություն հայտնենք երկնային Հորը, միշտ հիշենք, որ գոհությունը հայտնում ենք նրա արած գործերի համար, բայց երկրպագում ենք նրան հենց ինքն իր համար, որ ինքն ներկա է այդ պահի մեջ, այդ վայրում։ Ամեն։ Ուրեմն գոհություն ենք հայտնում երկնային Հորը, որ մեզ արժանացրեց, տես, մեզը դուք ասք, չէ՞, մեզ արժանացրեց։ Մենք արժանացանք, ինչի՞։ Մենք արժանիքներ չունեինք, մենք Քրիստոսի արյունով արժանացանք։ Մեզ արժանացրեց իր անմատույց լույսի թագավորության մեջ բնակվող իր ընտրյալ սուրբերի հետ հավասարապես բաժնեկից լինելու։ Հələ ինչ սուրբ գիտես, որ երկնքում է։
Հանդես Աստված քեզ իրենց դասին է դասը։ Չէ՞ սա մարդկային հասկացողությունից, ընկալումներից վեր է։ Եթե ինչ որ մեկին անտեղյակ Աստծո խոսքից ասես, դա ցնդաբանություն կլինի։ Եվ մեր համար էլ է դա։ Բայց այս ցնդաբանություն Աստված իրականություն է դարձրել մեր ամենից համար։ Հալակարթա։ Դու ունես չէ Կողոսացնել գիրքը քո Աստվածը։ Կարթա։ Այդտեղ գրված առաջի գլուխ 12-14 համարների։ Գոհություն հայտնենք մեր երկնային օրը։ Ինչի համար, այստեղ շարունակում է, որովհետև ասում է ինքը մեզ արժանի դարձրեց։ Իր անմատույց լույսի թակավորության մեջ բնակվող իր ընտրյալ սուրբերի վիճակին բաժնեկից դնելու։ Հետո շարունակում է. փրկեց կատարված փաստ, փրկեց մեզ խավարի իշխանությունից։ Այս խոսքը ընկալողը պիտի գիտակցի, որ խավարն այլևս իր ամբողջական զորությունով իրավունք չունի տվյալ անձի վրա, ով որ փրկագնված է Հիսուս Քրիստոսի արյան միջոցով։ Փրկեց մեզ խավարի իշխանությունից, ոչ միայն փրկեց ու վերջ, այլ նաև շարունակում է եւ փոխադրեց մեզ Հիսուս Քրիստոսի հավիտենական թագավորության մեջ։ Մենք ոչ միայն փրկագնվածներն ենք, քաղցրներ ջան, այլ նաև փոխադրված ենք Քրիստոսի արքայության մեջ։ Եվ հետո շարունակում է. Եվ նրա ուրեմն որի շնորհիվ մենք ունենք փրկություն, Քրիստոսի շնորհիվ ունենք փրկություն եւ նրա արյունով ունենք մեղքերի թողություն։ Ամեն։ Տեսնում ենք, որ Աստված Քրիստոսի արյունով ինչեր շնորհեց մեզ եւ մեզանից ինքն ակնկալում է ուղղակի սրտանց գոհություն հայտնել։ Եվ որ հիմի կմասնակցենք հաղորդությանը, մենք ի սրտե գոհություն հայտնենք Քրիստոսին, իր սուրբ ու պատվական արյան համար, որով իրականում փրկագնվեցինք, որով իրականում ազատագրվեցինք, ամեն խնդիրների լուծում ունեցանք, եւ այս ամենը իրականություն դարձվեց Սուրբ Հոգու միջոցով մեր կյանքում հասանելի դարձվեց մեզ, եւ ուրեմն այս ամենը ընկալելով եկեք որ հավատքի հաստատուն հրճակումը անենք մեր կյանքում, մեր ընտանիքներում, եկեղեցում եւ սերունդների մեջ, ազգի ու երկրի մեջ է, որ Քրիստոսի արյունը իրականում խափանել է ամեն անաստվածային ներգործությունները, ժառանգական կապերը, դա լինի անեծք, կախարդություն, հիվանդություն, մեղք, որևիցե մի բան, որը անեծքի հետ կապված խափանված է Հիսուսի անունով, խավարի ամեն ներգործությունները Քրիստոսի արյունով արդեն իսկ խափանված են, դու պիտի դա կիրառես քո կյանքիդ մեջ, հրճակես, որովհետև հավատքը ասում է, որ միայն հավատքը զգացմունք չի, այլ առընթյալ ասում է դրա հավատացինք, դրա համար էլ խոսեցինք, եւ հավատքի խոսքը ձեր սրտերում է, ձեզնից հեռու չի, հավատքի խոսքը հրճակել է պետք, հավատքի խոսքը կիրառել է պետք, հավատքի խոսքը ուղղակի խոսել է պետք, Քրիստոսի արյունը խոսում է, նրա հավատքի օրինակն է խոսում, եւ եկեք որ մենք էլ Քրիստոսի արյան վկայությունը դավանենք մեր կյանքում, սերունդների մեջ, երկրի, ազգի մեջ եւ հավատանք, որ այնինչ որ իրականացվել է Քրիստոսի արյունով, մեր կյանքում, սերունդների մեջ, մեր եկեղեցում, երկրի մեջ, ազգի մեջ եւ ամենտեղ որտեղ Տիրոջ անունն է կանչվում եւ հենց քեզ Քրիստոս ազատել է իր արյունով, որտեղ որ դու կաս, որտեղ որ դու իր անունը կանչում ես, անկախ քո իրավիճակներից, քո հոգևոր կարգավիճակից, քո ունակություններից եւ ձեռքբերումներից, անկախ քո ընկալումներից Տերը դա արել է եւ փոքրից մինչեւ մեծ հնարավորություն անձերել անհատապես հարաբերություն ու հաղորդություն ունենալ մեր երկնային հոր հետ։ Եվ այս ամենը հենց մեր Տեր Հիսուս Քրիստոսի արյան շնորհիվ։ Ուրեմն եղիր օրհնված Քրիստոսի արյան շնորհիվ եւ եղիր օրհնության միջոց շատերի համար։ Տարածիր այս խոսքը եւ ապրիր այս խոսքի հիման վրա, որովհետեւ Քրիստոսի արյունը վեր է ամեն իրավիճակներից եւ հենց մեզ Քրիստոսի արյունն է շնորհում, որ կանգնենք երկնային հոր ներկայության մեջ, մտնենք սրբարանը, ինչպես որ արդեն կարդացինք, եւ եկեք որ այս ամենը կիրառենք մեր կյանքում, հրճակենք եւ իրականություն տեսնենք մեր կյանքի մեջ Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։